Բարև Հայաստան, բարև Արարատի մարզ, բարև Վեդի համայնք։ 2026 թվականի հուլիսի 7-ին բացահայտելու ենք իմ ամենասիրելի գյուղերից մեկը՝ Ուրցաձորը։ F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Եթե ուզում եք ունենալ ձեր տանը գերարագ ինտերնետ, բազմաթիվ հեռուստաալիքներ ու խելացի լուծումներ, զանգահարեք 8988 հեռախոսահամարով։ Ժողովուրդ դեռ գյուղ չմտած, մարդիկ մենակ տեսնեք ինչպես են մեզ ողջունում, այնքան սիրալիր են ժպտում, որ ես հալվում եմ այդ սիրուց։ Անգամ պաղպաղակ հյուրասիրեցին։ Աշոտ, դե պաղպաղակ ուտենք, նկարահանումները շարունակենք, մի րոպե։ Համել F-net-ի մասին նորություններ կան, գիտես։ Արդեն նկատեցին, ինչքան արագ ենք շում։ 2000-ից ավել անվճար ֆիլմ և մուլտֆիլմ, 5 սարքով օգտվելու հնարավորություն, 3 օր քեչափ, F-time հարթակ, F-net-ը այնքան հնարավորություններ է անձեռում, որ պետք է խելամիտ լինել և օգտվել F-net-ի ծառայություններից։ Սիրելի փոքրիկ բնակիչներ, ես կերա իմ պաղպաղակը, բայց ավարտելուց հետո թուղթը չեմ գցում գետնին, չեմ ալարում և գցում եմ ահա այստեղ, որովհետև աղբի տեղը աղբամանն է։ Երեխեք ջան, ինչ կա չկա։ Բան չէ։ Բա ինչ եք անում կանգառում է շոքին։ Ես իր աղբերն եմ, իրեն տանում եմ պարապմունքների։ Հա, մենակ չես թողնում քուրիկին։ Չէ։ Եվ ինչ է քո անունը։ Նարեկ։ Սվետա։ Քանի տարեկան եք։ Ես 19։ Ահա, մաման ա ասել անպայման քուրիկին կտանես, մենակ չթողնես, հա։ Որ քեզ մնար դու չէիր էլ տանի, չէ։ Կասես գնա էլի մենակդ, ինչ պետքա լինի։ Կտանեի։ Կտանեիր։ Հա, ինչ ես պարապում բավեդիում։ Ձեր գյուղում ոչ մի խմբակ չունեք։ Ես ֆուտբոլի էի գալիս։ Հիմա չէ։ Գյուղում կար ֆուտբոլի խմբակ։ Բարև։ Ոնց ես պուջուր։ Տավես։ Երեխեք, ուզում եմ իմանալ, ինչ երազանքներ ունեք ձեր ապագայի հետ կապված։ Ես երազում եմ դառնալ ֆուտբոլիստ։ Ահա, բայց պետքա շարունակես ֆուտբոլով զբաղվելը։ Բա դու։ Ես էլ երազում եմ դառնամ բարուհի։ Նարեկ, կասես գյուղում ինչով եք սիրում զբաղվել։ Խաղալով։ Ամբողջ ամառային արձակուրդը անցկացնելու եք խաղալով։ Ինչ եք սիրում խաղալ։ Ես ֆուտբոլ եմ խաղում։ Էլի ֆուտբոլ։ Բա դու։ Ես գրավոր եմ գրում, գիրք եմ կարդում, խաղում եմ։ Հա, դու ժամանակ չունես բակային խաղերով զբաղվելու, չէ։ Ամբողջ օրը գրականությամբ ես զբաղված։ 5 րոպե։ Հա, այդ շատ լավ է։ Ավտոբուսը ուշանում է, երեխեք։ Քանիսին պետք է այստեղ լիներ։ 12:30։ Ունեք Ուրցաձոր Վեդի գնացող ավտոբուս։ 12:30, 12:20, այսինքն դեռ 10 րոպե պետք է արևի տակ հալվեք։ Ինչ եք այսքան շուտ եկել։ Մի քիչ ուշ գայք էլի։ Շուտ եկակ Շուշան էինք։ Օր կա որ շուտ եթում, օր կա ուշ։ Հա։ Ինչ արժի Ուրցաձորից դեպի Վեդի։ 200-ով 300 դրամ։ Հասկացա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, դուք լավն եք։ Եկեք սկզբի համար ծանոթանանք, ձեր անունը։ Ռուբեն։ Ես էլ Արևիկն եմ։ Ուրախ եմ Արևիկ ջան։ Եկել ենք տեսնենք Ուրցաձորում ինչ կա, չկա։ Ամեն ինչը կա։ Ինչպես տեսնում ենք, Լավ, լավ։ ձմերուկ էլ կա։ Առել եք թե դուք եք աճեցնում։ Չէ, առել ենք։ Հա։ Առել բայց գյուղում աճեցնողներ կան։ Ձմերուկ էլ եք աճեցնում։ Ես չէ, ուրիշ չէ։ Հա, էլ ինչ եք աճեցնում, մշակում։ Ասենք այնց դաշտի
պամիդորա, վարունգա, ամեն ինչ լաչեցնում է ժողովուրդը։ Մեր ռայոնի այդ կողմը շատ լավ։ Եկեք խոստովանենք, որ ձեր բնակավայրը Արարատի մարզի այլ գյուղերից շատ է տարբերվում։ Մերը սիրուն գյուղ է։ Շատ։ Իր դիրքով, իր ամեն ինչով, մանավանդ գետը գյուղը կողովա գնում։ Հետո ստեղ օդը ավելի մաքուր է, քան ստեղ ներքևի գյուղերը։ Բայց հիմա գետը գոյություն ունի, թե ցամաքել է։ Չէ, լրիվ չի ցամաքել գալիս է, դե ջրից գնում է ջրամբար, դրա համար է սեզոնը, հետո բաժանած է լրիվ գյուղի հարուների վրա, դրա համար քիչ է, այս ասենք դաշտերն են ջրում բան են անում, հա։ Գարունը մի ամիսը չէ, մի 20 օր առաջ այնքան արագ ուժեղ էր գալիս, որ այդ անձրևներից էր, ձնհալներից էր։ Ոչ մի տարի, ասենք, այդքան ուժեղ չի եղել գետը, էլի մեր։ Ձեր համար սուրճ եմ բերել։ Ապրես, ձեր թորնիկը սուրճ բերեց մեզ համար։ Ասում ա եկի գնանք մեր տուն, պապիկս կխոսի, իմ արդար ձեռքով ես սուրճ կպատրաստեմ ձեր համար։ Հա։ Դա հերվից հենց տեսա, ձեզ վայ արևիկն է, պապի պետք է իջնեմ հետա նկարվեմ հետո։ Մենք էլ իրենց նկարեցինք։ Ասում ա եկեք անպայման գնանք մեր տուն, ասում ենք որտեղ է ձեր տունը։ Հենց անիվը քշեմ, հետևից եկեք։ Ասում ենք լավ, գնացինք։ Բան։ Հայտի վերցրու տղես։ Մենք Արարատի մարզում շատ գյուղերում ենք եղել, Ուրցաձորը թողել էի, որ ամրանն նկարենք։ Հա, որովհետև ես Ուրցաձորը շատ եմ սիրում։ Մի 4 տարի առաջ եկել ենք ձեր գյուղ։ Եկել ենք, հա, ծանոթացել ենք խնդիրներին։ Դրա համար կապվել եմ էլի գյուղի հետ։ Մի անգամ այցելել եմ, արդեն շատ սիրել եմ։ Չէ, վատ գյուղ չի մեր գյուղը։ Տապի բերդը ձեր գյուղի վարչական տարածքում է, թե դաշտաքարի։ Չէ, մեր գյուղի։ Հա։ Մեր գյուղի, հեսա որ բարձրանում է Խոսրով, այդ ճանապարհից ձախ անում, երևում է բարձր։ Այդպես տեսանյութերով, նկարներով շատ եմ տեսել, բայց երբևէ չեմ եղել ամրոցում։ Այ երեք որ ընդեղել էինք, շատ հետաքրքիր է եղել, միջոցառում ա եղել, շատ ուժեղ միջոցառում։ Տեղյակ եմ հուլիսի 5-ի սահմանադրության օրվա հետ կապված, տոնել են, համել, ուզում են ամեն տարի հուլիսի 5-ին այդտեղ տոնախմբություն անեն, ավանդույթ դարձնել։ Ոնց որ եկե ջրամբար պատտվե գնաց։ Հա։ Մի քանի օր առաջ էր ոնց որ թե։ Ջրամբարից ինչ նորություն ունենք։ Դե հələ ավարտին չեն ասել։ Հա, դեռ կառուցման փուլում է։ Կառուցում չէ, դե ասենք ջուրը մի անգամից չեն լցնել, էլի, ասում ա փուլ պետք է լցնեն, որ ինքն նստի, էլի, մի անգամից որ լցնեն, ապասնի է, իրավունքի չկա։ Ազատի ջրամբարի չափ է, թե ավելի մեծ կամ ավելի փոքր։ Ազատինը որն Արտաշատի։ Արտաշատի։ Որ չափերը պատկերացնեմ, էլի։ Չէ, մերը փոքր կլինի։ Ավելի փոքր է Հա, դրանից։ մերը փոքր կլինի։ Ինի մեծ է։ Ջրամբարը ներքևի գյուղերի համար է, իզեւի շատ է։ Հասկացա։ Ավշար, Այգելան, բան այդ կողմերի համար։ Լավ կլինի, գոնե մի քիչ ռոռոքումը լավ կլինի էլի բնակիչների Դե հա համար։ թեթևացնի ահագին, ջրամբարը ահագին օգուտ է տալու, չի։ Թե չէ անդադ բողոքում են, ռոռոքման ջուրը խնդիր է, չեն կարողանում դաշտերը ջրենք։ Սարսափելի էր նախանցած տարիներին։ Մեր մոտ էլ անգամ կրիզիս ա եղել ամառը ջուր անելու, գիշեր գիշերը մարդիկ տառների վրա գնում գալիս էին որ ջուր անեին, որտեղ գետը լրիվ ցամաքում էր էլ այդ վաղ, ընդհանրապես շուտ չէր լինի գետը։ Աշոտ։ Աշոտ տարի խմի։ Հազար եմ ասել, կամերան ապագա չի, արի սուրճ խմի։ Արի։ Չէ, քո քնելու ժամն է արդեն։ Պետքա քնի։ Ես ուզում քնեմ իլա։ Ինչ անուն է։ Ինչ ուզում, Ռուզաննա։ 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 Հա, ձեր գնոջ անունն եք դրել։ Ռուզաննա։ Ար Մարուզա։ Զմերուկուտի։ Ար։ Ռուզաննան։ Արա կարող է քնեսի։ Կարող է քնելու ժամն է։ Ուտի։ Չի ուզում։ Պարոն Ռուբեն, բա ձեր առօրյան ո՞նց եք անցկացնում Ուրցաձորում։ Իմ առօրյանը տան մեջ իմ թորների հետ իմ ավտոբուսի վրա գործալում դրանով եմ զբաղվում։ Սեփական ավտոբուս ունեք։ Այո։ Բա, ինչ եք անում այդ ավտոբուսով։ Պատվերներ եմ քշում։ Այսինքն դպրոցական կոլեկտիվն է, անհատ կոլեկտիվները, ով որ պատվեր է տալիս, ասենք համարս կա, սա գիտեն։ Բան ենք տալիս Հայաստանով մեկ որտեղ ուզում են։ Հեռու տեղեր սպրինտերով են գնում։ Նա սրանով էլ են որ Իջևան էի գնացել։ հա։ Նիկոլեսկու։ Հա։ Լավ, այլի ամբողջ Հայաստանով շրջում եք։ Հա, մի գիշեր էլ մնացինք Իջևանը, ընտիր տեղ է շատ եմ սիրում Իջևան, Դիլիջան։
Բա մեր տավուշի մարզն է։ Իր բնությունը, իր ամեն ինչը։ Եկեք այս բաժակով խմենք ուրցաձորցիների կենացը։ Ապրեք արիք։ Առաջին տունն էր որ մտանք, մեզ բարի ճանապարհ, բարի երթ ձեր գյուղում, մեզ լավ դիմավորեն, լավ ընդունեն։ Չէ, շնորհքով ժողովուրդ է, մեր գյուղի ժողովուրդը, արգալից են, կառվարար չեն, հյուրասեր են։ Ապրեք շատ։ Ձեր կենացը ուրցաձորցիներ։ Հաչոնիկներ, ոնց ենք է։ Լավ։ Ինչ կա չկա։ Ոչ մի բան չկա։ Դուք գոհ չեք ձեր կյանքից։ Գոհ եմ։ Գոհ եք։ Բա ինչու եք գոհ ձեր կյանքից։ Որտեղ ամեն ինչ լավ անցնում։ Ահա, օրինակ ի՞նչն է լավ անցնում։ Առօրյան։ Երեխեքի հետ ամեն օր զբաղվում ենք, ինչ որ հավես բաներ ենք մտածում անում։ Դու ինչ կասես։ Քո կյանքը ոնց է անցնում։ Լավ։ Կամ ինչից ես գոհ։ Ու ինչից որ երեխեք կան, հելում ենք, դու զբաղվում ենք։ Բայց կյանքը շատ դժվար ու բարդ է։ Ինչից եք գոհ երեխեք։ Լավ բան կա այս աշխարհում։ Հա։ Օրինակ ինչ։ Օրինակ աշխարհում կա լավ բան, որ դուք ունեք լավ ծնողներ։ Ունեք լավ տատիկ պապիկ, ունեք լավ ընկերներ, լավ միջավայր։ Երեխեք օրինակ գյուղում ունեք խմբակներ։ Հա։ Ինչի խմբակներ կա։ Կարուձևի, դիզայնի, բարի։ Օրինակ ես բարում եմ։ Մշակույթի տուն կա այսինքն։ Մշակույթի տանը խմբակներ կան։ Ճիշտ է, ես մի անգամ եղել եմ ձեր մշակույթի տանը, բայց երեխեք 4 տարի առաջ էլ մոռացել եմ։ Այդ առումով ձեր բախտը բերել է, որ խմբակներ ունեք։ Դպրոց ունեք։ Այո։ Մանկապարտեզ։ Մանկապարտեզ ունենք, բայց դեռևս բացված չի, վերանորոգվում է։ Քո քուրիկը արդեն կգնա մանկապարտեզ, էլի։ Էլ ուրիշ գյուղ չեք տանի։ Երեխեք, ձեր երազանքների մասով էլ մեզ հետ կիսվեք։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ երազանքներ ունեք։ Ես երազանք ունեմ, որ իմ ծնողները միշտ առողջ լինեն։ Ուզում եմ, որ լավ կյանքով ապրեմ, իմ կյանքը երբեք վատը չլինի։ Բա դու Էմիլիա, դու ինչ երազանքներ ունես։ Որ խաղալիցին լինի։ Ահա։ Որոշել եք ինչ մասնագիտություն եք ընտրելու։ Հա, ես բարուսույց։ Բա դու։ Բժշկուհի։ Բարի խմբակ ասում եք գյուղում կա, չէ։ Հա։ Դու քո բարի խումբն էլ կբացես Ուրցաձորում, այդպես մշակույթը առաջ կտանենք, կզարգացնենք։ Հետո ամեն տարի հուլիսի 5-ին քո բարի խումբը կգնա Տափիբերդում կմասնակցի տոնախմբության։ Հա։ Ահա, քո ապագան կարգավորեցինք։ Դու էլ Ուրցաձորում մեծ հիվանդանոց կբացես, որ տատիկները, պապիկները չհասնեն Երևան, տարբեր մարզերից էլ գան։ Այդպիսի լավ կլինիկա կստեղծես։ Վերջ, ձեր ապագա ծրագրերը արդեն կազմեցինք։ Մենք էլ գնանք տեսնենք Ուրցաձորում ինչ կա չկա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Արևիկ ջան, բարև եք։ Ուրին կալվել մեզ։ Եկեք ծանոթանանք իրար հետ, ճանաչենք իրար։ Աշոտ Գաբրելյանը ծնվել եմ Ուրցաձորում 1956 թվականին։ Դպրոց եմ հաճախել, 8-ամյակ ավարտել եմ, ընդունվել եմ Երևանի ռադիոկապի տեխնիկում։ Ավարտելուց հետո նորից գործողվել եմ Ուրցաձոր որպես կապի մասնագետ։ Հիմնել ենք առաջի հեռախոսակայանը Ուրցաձորում 1976 թվականին։ Մինչև այդ ծառայել եմ նավատորմում 3 տարի Սևեռնի ֆլոտ։ Վիսայի նավատորմում զորացավելուց հետո նշանվել եմ ներկայիս կնոջ հետ։ Բանակից գալուց հետո ամուսնացել ենք։ Հաջորդ տարի ունեցել ենք մեկ որդի, դրանից հաջորդիվ եւս մեկ որդի եւ մեկ աղջիկ։ Ընտանիքով ապրել ենք գյուղում, աշխատել ենք կապի համակարգում ամուսիններով, ինքը բաժանմունքի վարիչ է, ես էլ կապի ինժեներն եմ հեռախոսների։ Մինչև մեր թոշակի անցնելը աշխատել ենք գյուղում, այսօր զբաղվում ենք մեր տան ընտանեկան գործերով։ Ձեր անունը ինչ է։ Արիքնաս։ Արեքնաս։ Դուք պարոն Աշոտի հարազատ Զուլալ քույրիկն եք։ Այո։ Համել հարևան ենք։ Ո՞նց է եղել, որ նույն փողոցում ձեր քրոջը հարս եք ուղարկել։ Եղբայրս փողոցում չի եղել, հետո եկել է այստեղ տուն առել։ Հա, ասած գնամ քրոջս մենակ չթողնեմ, էլի։ Տուներ վաճառում, ինք առաջարկեց, բա համաձայն ես Համա։ տվյալ բնակարանը սեփական ունենաս, ես էլ Երևան եմ գնացել, ջրվեժում եմ աշխատում, մտածում եմ թե
դու ստանա բանկանեմ, վարձով է ապրում։ Առաջարկի դեսել եկա, ասի, ինչ վատ է, գյուղում մանկավարժներ էին ընտանիքը, ծախեցին, գնացին։ Դեսել առաջարկեցի, եղբայրս արավ, մնաց մեր մոտ։ Շատ լավ է։ Հիմա ինձ մի հատ հարց է հետաքրքրում։ Գյուղի անունը Ուրցաձոր է, թե Ուրծաձոր է։ Ուրցաձոր։ Ց։ Տեսեք, երկրքի վրա գրված է Ուրծաձոր։ Ուրծաձորը ուրցի լեռնաշղթան է այստեղ։ Ուրցի լեռնաշղթան։ Ուրցի հետ вообще կապ չունի, ընդհանրապես կապ չունի։ Բույսի հետ կապ չունի։ Չեմ այնքան դա կոչվել 1978 թվականի նոյեմբերի 29-ին գյուղին անվանափոխել են, դրել են հին անունով։ Բնակավայրի անվան հետ կապել են Ուրցի լեռնաշղթան եւ կոչել են Ուրծաձոր։ Ց։ Ասում են, որ պատմական գյուղ է Ուրցաձորը։ Կոդակ թագավորի ժամանակ մենք ստեղ ունեցել ենք Ուրցի այս գյուղը եղել է Ղարաբաղլարի շրջանի շրջենտրոնը կոչվել։ Ղարաբաղլարի վերջնական այդտեղ փոքրիկ գյուղեր են եղել։ Քրոջ կեսարը 1020-ից գաղթել են, եկել են Արտաշատում շատ շոկ ա եղել, չեն կարողացել դեղ մնալ։ Եկեման են եկես թե որտեղ իրենք գտնեն իրենց տեղը, որ ապրեն, իրենք ընտրել են այս գյուղը 21 թվին, կեսարս Դավիթ Չարխչյան։ Ու գյուղը հիմնել են։ Գյուղը հիմնել են, այտենց 21 թվից կեսարս եղել է գյուղի գյուղատնտես, ու տենց քիչ-քիչ ամեն տեղերից եկել են, կողքի գյուղերից, Մարտունուց, Վայոց ձորից, Կոտայքից, եկել են գյուղը շատացել է։ Սկզբից եղել է բամբակագործությունը, հետո եղել է արդեն ծխախոտագործություն։ Կեսարս եղել է ծխախոտի գյուղատնտես։ Այսինքն գյուղի հիմնադիրներից մեկը ձեր սկեսրայրն է։ Այո։ Ահա։ Պապս Ղարսից է եկել, բայց սկեսարս Վանից։ Ահա։ Շատ հետաքրքիր է։ Ու գյուղից մոտ է նաև Խոսրովի արգելոցը, չէ։ Հա, մեր գյուղից անմիջապես Ղարաբաղլար կոչվող տարածքի Տափեվերդի տերիտորիա է։ Խոսրովի անտառ։ Հա։ Մի քիչ էլ ձեր առօրյայի մասին մեզ պատմեք։ Ես առավոտյան վեր եմ գնում ժամը 5-ին։ Կով ունենք։ Տիկինս դեռ կարողանում է այդ կովին կթել։ Արտանում ենք, կովին կթումը, նախրապան ունենք։ Տանում հասնում եմ մինչև իրան, որ ինքը տանում է, արածացնում է, գալիս ենք։ Զբաղվում ենք հողամասում, բանջար բոստան ենք դրել, ծառ ունենք, ամեն ինչ ունենք։ Իսկ տարի ճիշտ է մի քիչ ծիրաներ սակավ, բայց էլի ոչ, փառկած, կարողացանք էլի։ Գինը բարձր էր, ժողովուրդ չտուժվեցին։ Սեփականաշորված հող ունենք, ծառ ենք դրել, խնձորի այգիա, սալորը, ամեն ինչ էլ ունենք։ Ջրի մասին խոսք չկա, որտեղ այս տարի ջուրը ըստ պահանջի եղել ու մինչև հիմա էլ դեռ առուները ըստ պահանջի ջուր կա, ջրից նեղություն չկա։ Բախմելու ջուրը։ Խմելու ջրի խնդիր չունենք։ 24 ժամ գալիս է։ Ոչ 24 ժամ, բայց մենք համարյա 500 տոնանոց ջրամբար ունենք կուտակումը, մնացած իջնում է 6-ի իմաստնա սպասարկում, բայց առավոտը 8-ից մինչև ժամը 4-ը 5-ը ամեն օր մենք ջուր ունենք։ Ջրի խնդիր մեր ջուրը գալիս է Քոլավի կոչվող 20 կիլոմետր վերևից աղբերի ջրերը։ Այտենց բերել են մինչև մեր գյուղ, դի տարածք, այդ ջուրը ապահովում է շատ լավ խմելու ջուրը։ Ձեր փողոցները լուսավորված են։ Այո։ Անխտիր բոլորը։ Բոլորը։ Չունենք այնպիսի փողոց, որտեղ լուսավորություն չեն քաշել։ LED համակարգի հետ միացած է, բոլորն էլ ժամը իրիկունը 9-ից 8-ից տնկնելու պես ժամով դրված է, ավտոմատ կերպով։ Մինչև ժամը 1-ը գիշերը, մեկն անջատում է։ Մեկը անջատում։ Գյուղամիջում ունեք հավաքատեղի, որ սիրուն կառուցած լինի։ Ունենք գյուղամիջում ունենք մեծահասակների համար հանգստի գոտի ունենք, մարդիկ նստում այնտեղ շախմատ, նարդի, զբաղվում են գյուղի մեջ, բացի այդ էլ մեր բանում կուլտուրայի պալատի շենքում ունենք թենիսի, ամեն ինչի խմբակներ ունեն, երեխեքը գնում են երգի, պարի, ամեն ինչ էլ ունենք, մանկապարտեզ ունենք,
Բայց մանկապարտեզը վերանորոգեցին, վերջացրին։ Վերանորոգեցին, բայց մեր երեխաները հիմա հաճախում են դաշտակարի պարտեզ, հիմա շուտով այստեղ բացվի, մեր երեխեք գնան այստեղ։ Դժգոհելու ոչ մի Դժգոհելու ինչ կա, որ բոլորին էլ հող տվել են, հնարավորություն տվել են, ով կարողանում է, ասում է, այն հարուստը իր աշխատանքի շնորհիվ այն չաշխատողներ հնարավորություն տվել են, դու էլ աշխատել ունեցի հարստություն քեզ ով Մենակ փողոցները ասֆալտապատ են։ Բայց դե խճապատված, անեշի որ ասենք։ Խճապատված է, բայց դե որ Վեդի ասֆալտապատ։ քաղաքը ամբողջովին ուզում են ասֆալտապատ են։ Դե վեդի կենտրոնական այնտեղ անում են ուղղակի Հուսանք հերթը ուրցաձորին էլ կհասնի։ հուսանք կլինի, որտեղ արդեն մեր գյուղի ընդհանուր բյուջեն իրան թույլ կտա, դե թեկուզ կառավարության սուբսիդիայի միջոցով էլ մենք պես այդ ամեն ինչը որ արվում է, այդ իշնորհիվ վեդի ջրամբարի մասին է խոսքը, որ Հայաստանում ամենամեծ ջրամբարն է կառուցել, որ 45-50 միլիոն խորանարմետր ջուր պետք է կուտակվի ու ամբողջ մեր վեդի շրջանի գյուղերի արդեն ջրաֆիկացումը 100%-ով իրականացնել, որտեղ այդ խորքային հորերը ամեն ինչը արդեն մաշվել է, չէր արդարացնում, մարդիկ դժգոհ իսկ ջրամբարի հնարավորությունը տալիս է այդ ամեն ինչ։ Անես չի որ։ Մենք տներում ունենք հորեր, որ մենք Աշխատեցին մարդիկ, ահագին մարդիկ աշխատատեղ կար աշխատեցին, հիմա էլ հեսա մի քանի օրից երևի վարչապետներ քիչ մի քանի օր առաջ այցելել, բացումը կանեն շուտով ինձ թվում է։ Սրանուն ինչ է։ քյարուբար։ Դուք քյարուբար եք ասում։ Ահա։ Թազբեհ։ Թզբեխ, բայց քարերը քարուբար, ինքը բուժիչ հատկություն ունի։ Հա, սա ձերն է։ Ահա։ Էսի կեսարից նվերն է։ Տվեց ամուսնուս, ամուսնուց հետո էլ մնաց ինձ։ Ինչ եք անում սրանով։ Սրանից կտակ։ Սենց օգտագործում եմ։ Նստաստե։ Ներվային համակարգ հանգստացնում։ Հանգստացնում։ Ինչ որ ներվային անում եք։ Հա, չէ, ներվայնանում։ Տզբեխս գցեմ։ Բա ոնց եք անում, որ չեք ներվային անում։ Դե հիմի Տարեթել որ ներվային, ինչ եմ այդում։ լավ ընտանիք ունեմ, լավ թորներ ունեմ, լավ երեխեք ունեմ։ Այսինքն ամեն ինչի մեջ լավն եք տեսնում։ Լավն ենք տեսնում, այո։ Ահա, այդ թե ո՞րն է գաղտնիքը։ Դե որն է գաղտնիքը, որ մի քիչ ես պետքա մեծը պետքա հանդուրժի, Ահա։ առաջինը։ Այո։ Մեծը հանդուրժի, երիտասարդն էլ չարիթավորվի։ Ահա։ Մեկը լինի զանգակ, մեկը բամբակ։ Սովորն է։ Երբ որ բոլորս իրար զիջենք, բոլորիս կյանքը հաշտ ու համերաշխ կանցնի։ Դրա գաղտնիքն էլ դրա մեջ։ Մարդային փոխհարաբերությունները ավելի լավ էր, չէ՞ ժամանակ։ Ջերմ է, այո, ջերմ է։ Բա հիմա ի՞նչն է մեզ խանգարում։ Բանը չի խանգարում, ուղղակի դառնա իր այդ, չգիտեմ։ Փոխվել հիմա Մարդիկ ժողովուրդ։ փոխվել են, ես էլ եմ հանդեպ, այո։ Հիմա ժողովուրդը ոնց որ մեկի չի զիջում։ Հիմա մեկին մի բան ասի, արդեն վիավորանքը, արդեն գարիվա տես չեր առաջ։ Ինչ առ լինում է, այս խաշորոգը բոլոր հրավիրված են, ամեն ինչ հարսանիք է, բանակի քեֆ է, չգիտեմ ամեն ինչին, այս մի հատված կտորը մենք այդ հին ավանդույթը պաշտպանում ենք։ Հիմա դրա մեզից հետո կաշխատեն, իրանք կանեն իրանց հարգանքի համար, չեն անի իրանք։ Կանեն։ Հարգեցիր հարգում ես, հարգեցիր քեզով դե հարգի։ Նախ ինքդ քեզ դե հարգես, որ քեզ հարգին, այո։ Լավ է, որ քուր ու աղբեր հարաբերությունները ջեն պահպանում եք։ Հա, մենք պահպանում ենք։ Հիմա գիտեք ինչքան քույրեր եղբայրներ կան, որ իրար չեն էլ ուզում տեսնեն։ Չէ, Շատ վատ է դա։ դա շատ վատ է։ Մի օր որ աշոտը չգա, առավոտ ստեղ իրիկուն ստեղա։ Դե ես մի քիչ առողջության հետ խնդիրներ ունեմ, այդքան շատ չեմ կարող դուրս գամ, ինչ որ տեղ գնամ, բայց աշոտ միշտ իմ կողքին է։ Ապրի ձեր աղբերը։ Նայեք օրինակ վերցրեք։ Ամենավաղահաս ծիրանը։ Հոտը շատ լավն է։ Համն էլ լավը։ Չիր պատրաստում եք գյուղում։ Հենա չիր։ Անպայման։ Մարդիկ էլ ինչ գործերով են զբաղված։ Տարբեր։ Մարդկա զբաղվում է հողագործությամբ, անասապահություն իր դուրը չի գալիս, մարդկա հակառակ։ Բայց կուզեի գյուղում գործարաններ ստեղծեին։ Ունեցել ենք ժամանակին ունեցել ենք։ Գյուղում ունենք նախ ծխախոտի ֆերմենտացիոն գործարան ունենք, այնտեղ սեզոնային աշխատում են, բայց երիտասարդները դուրս են գալիս, ասենք։ Ռուսաստանները այդքան չեն գնում են, բայց դե
նայած ընտանիք, բայց շինարարության ոլորտում աշխատում են, վեդիում կա, դպրոցներ են կառուցում, մանկապարտեզներ, զբաղված են մարդիկ, այնպես չի որ բարապ է մնաց։ Մենք հպարտանում ենք, որ Ուրցազորում դատված մարդ չկա, անգործ մարդ չկա, բոլորը զբաղված են իրենց աշխատանքով, ժամանակ չի լինում, որ ինչ-որ հանցագործություն անել, չգիտեմ, աշկատ ուրիշի ունեցվածքի վրա կուշտ մարդիկ են եղել։ Համայնքի մեծ Համայնքը մեծ գյուղերից է ու Հազար տնտեսություն կա։ 3000 800 տնտեսություն են, մենք 3000-ից ավել բնակչություն ենք մենք։ Մենք չի որ փոքր գյուղ, համարը Վեդի շրջանի 4-րդ գյուղն է համարում։ Բայց գյուղում կյանք կա, որ դուրս գաք օրինակ կենտրոնական փողոց ու տեսնեք շարժ կա, մարդիկ գնում գալիս են, երեխեք խաղում են, այդ ամենը կա Գյուղի մեջ այստեղ։ ունենք հուշախտուր կան դրած ամեն գովազների համար հուշաքար են տեղադրել, ամեն ինչ ունեն։ Հա, դուք անուն ազգանունները գիտեք իրենց, ովքեր որ զոհվել են, թե չեք հիշի այսպես։ Զոհվածներից մենք 91 թվականներին ունեցել ենք Ղազարյան Միասնիկ, ունեցել ենք Ռաֆիկ Պետրոսյան, ունեցել ենք 44-ային ունեցել ենք Անդրեասյան, Անդրեասը ունենք, բանը Ղազարյան Արամ մեր Ղազարյան Արման, Արմանը, ունենք Բանը, Տոնոյան, Անդրանիկ Զորաբյան ունենք, Վեդից, մեր գյուղի Տոնոյան Վաչիկ ունենք, Տարոն Ղարիբյան Տարոն, բանի Զոդի են հրդեհ ընկած Զորամասի Զոդի թե Ազատ գյուղի։ Սոտքի ազատ գյուղի զոհվածն է։ Ապրեք, որ անուն ազգանունները հիշում եք։ Ամեն մի ուրախ առիթների ժամանակ էլ հերոսների կենացը հոտնկայ սպարտուդեր պետք է հարգեն, որտեղ իրենց այդ երիտասարդ կյանքը նվիրել են մեր այսօրվա այս լավ երեխեքի ապագայի համար, որտեղ առանց արյուն թափելու խաղաղություն չի եղել։ Մենք հպարտանում ենք մեր հերոսներով, ուղղակի այսօր երիտասարդների մեջ այդ հերոսությունը պետք է դպրոցից, մանկապարտեզից սերմանի, որ մարդիկ լինեն հայրենասեր, հայրենիքի համար իրենց չխնայեն ոչ մի բան։ Ճիշտ եք ասում։ Սուրճը դերեմ։ Այո։ Սուրճ խմենք։ Արի Աշոտյան, արի մոտի։ Արի Աշոտ։ Աշոտ, Աշոտ։ Լավ երեխա է Աշոտը։ Ժողովուրդ ջան, Ուրցաձորի այս շենքում տեղակայված է թե մշակույթի տունը, թե վարչական ղեկավարի նստավայրը։ Եկեք ինձ հետ տեսնենք ինչ կա չկա այստեղ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ դուք։ Լավ, եկեք ծանոթանանք իրար հետ։ Ես Վարսիկն եմ, Վեդու համայնքապետանի Ուրցաձոր բնակավայրի աշխատակազմից։ Դուք։ Ես Արևիկն եմ։ Եկել ենք տեսնենք ինչ կա չկա իմ սիրելի Ուրցաձորում։ Ճիշտ եք արել, բարով եք եկել։ Ինչ կասեք, գյուղում ինչքան է բնակչության թիվը։ Ուրեմն գյուղը ունի 3270 բնակչություն, ունի գործող դպրոց, հիմնանորոգվել է մանկապարտեզը, շուտով բացումը կլինի։ Ունենք մշակույթի տուն, գործող խմբերով, ունենք երգի, պարի, նկարչության, կարուձևի, շախմատի խմբակներ, ունենք շատ հարուստ գրադարան, 8000 ավելի գրքերով։ Ես գիտեմ, որ տրանսպորտի հետ կապված խնդիր չունենք։ Չունենք, տեսեք, ուսանողական սեզոնին գործում է անվճար ուսանողական ավտոբուս առավոտյան տանմա կեսօրին վերադառնում են, ունենք Վեդի գնացող, համայնքապետարան գնացող տրանսպորտ օրվա մեջ պարբերաբար գնում է եւ ունենք նաեւ Ուրցաձոր Երևան տրանսպորտը, որը մշտապես գործում է։ Այնքան եմ ուրախանում, որ գյուղերից դեպի Երևան տրանսպորտ է լինում։ Մենք խնդիր գյուղում չունենք։ Նաև ասեմ, որ գյուղում կատարվել են այս վերջի տարիներին ահագին աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրով 16 կիլոմետր ոռոգման համակարգում փոփոխություն ա եղել, հողային առուները փոխվել են կիսախողովակների, որը ահագին ջրի ավելցուկ է տալիս, ոչ թե պակասում է։ Ուրեմն 4 տարի առաջ մենք գյուղում էինք, Գետապնյա փողոցում բնակիչների հետ զրուցում
փողոցում էինք, դժգոհում էին, որ բնական գազ չկա իրենց փողոցում։ Հիմա ինձ հետաքրքիր է։ Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ Գետափնյա փողոցը եւ գյուղի մնացած բոլոր փողոցները, բացի Բաղրամյան փողոցից, որը այդքան բնակեցված չի, տնամերձները երկու տուն ունենք, մնացած բոլոր փողոցները գազաֆիկացվել են, բոլոր։ Մենք 99%-ով, այսպես ասեմ, 98%-ով գյուղը գազաֆիկացված է։ Շատ լավ է։ Ապրեք դուք։ Ունենք ասֆալտապատման խնդիր, ուղղակի խմելու ջրի խնդիր ունենք, պետքա ջրագծերը փոխվի եւ ունենք սուբվենցիոն ծրագրով նախատեսված 6 կիլոմետր ասֆալտապատում։ Գյուղամիջյան ճանապարհները պետք է ճանապարհները պետք է ասֆալտապատ։ Իսկ դաշտամիջյան ճանապարհները պարբերաբար հարթեցվում է բնականաբար, իսկ ասֆալտապատումը նախատեսում ենք, ուղղակի ունենք խմելու ջրի ջրագծերի խնդիր, փոփոխման դեպքում արդեն կլինի նաև ասֆալտապատում։ Էս ինչ սիրուն շապիկ ես հագել, կտաս ինձ։ Հա, ափսոս ին վրա չլինի։ Ինչ կա, չկա, ոնց ես։ Լավ, Քո անունը ի՞նչ է։ Հայկ։ Հայկ, դու որտեղից ես։ Ես Արցախցի եմ, բնակվում եմ Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղում։ Բա ինչի համար ես եկել Ուրցաձոր։ Եկել ես հասել ես Արարատի մարզ։ Հանգստանալու համար։ Հա։ Ինչի Տավուշի մարզում հանգստանալու վայրեր չկային, պիտի հասնեիր Արարատի մարզ անպայման։ Կար, ուղղակի ընդ 6 տարի ապրում ենք։ Ընդ սաղը գիտեմ անգիր։ Սա գիտես։ Հիա։ Մովսես գնացել ես։ Մովսես, հա։ Լուրջ։ Նորաշեն գնացել ես։ Նորաշեն, հա։ Ավերին Կարմիր։ Վերին Կարմիր չէ։ Հա, Բաբերտ քաղաք։ Հա։ Հա։ Դա շատ եմ գնում։ Դե արի իմ հետ բարբառով խոսա, էլի։ Սովորել ես մեր Տավուշի բարբառը, Շամշադինի բարբառը։ Հա, բայց քիչ։ Քիչ։ Բայց գիտես, չէ, Արցախի ու Շամշադինի բարբառը Նույնն է։ գրեթե նույնն է, հա։ Ահա։ Ես մոռացել եմ ճիշտն ասած։ Ինձ հիշեցրու, էլի։ Ասենք ընկերոջդ տեսել ես, ոնց պիտի հարցնես։ Ոնց ես։ Ընդեղ մենք ընկերներով ասում ենք ոնց ես։ Ոնց ես։ Հա։ Իսկ այսպես էին ասում, վենց ես։ Հա։ Այդ դյորն ես քինեմ։ Ինչ ասացի։ Ուր ես գնում։ Ապրես։ Քիմ եմ դվերի թաղ։ Գնում եմ ներքևի թաղ։ Քիմ եմ դերի թաղ։ Գնում եմ վերևի թաղ։ Ապրես, հասկանում ես որոշ չափով։ Դե հիմա ասա տեսնեմ, Արարատի մարզն է լավը, թե Տավուշի մարզը։ Տավուշի մարզը, որովհետև ընդ հանգիստ է, ընդ շատ մեքենաներ չկան ու Մի խոսքով пассив է այնտեղ կյանքը։ Արարատի մարզում կյանքը եռում է, հա։ հա, Հա, ասա որ ավելի լավ է կյանքը եռա։ հա, Հա, քան пассив լինի։ Ապրես, որ ապրում ես Տավուշի մարզում, կարևորը ձեզ ոնց են դիմավորել Տավուշում։ շատ լավ։ Շատ լավ։ Բա որ եկար այստեղ Ուրցաձոր։ Հավանեցիր մարդկանց բնակիչներին, երեխեքին, ընկերներ ունես արդեն Ուրցաձորից։ Ուրցաձոր, չէ, ես երեք եմ եկել։ Երեք ես եկել, հələ ընկերներ չես գտել։ Վայ, ինչքան ես մնալու։ Ամսի 11-ին գնալու։ Հուլիսի 11-ին։ Ափսոս։ Ժողովուրդ, ուրցաձորցիներ, Հայկին հենց մյուս անգամ տեսնեք, անպայման իրեն հետ կընկերանաք, որ Ուրցաձորից շատ ընկերներ ունենա։ Ասա տեսնեմ էլ երբ ես գալու։ Հաջորդ տարի։ Հաջորդ տարի, հիշեք Հայկին։ Արևիկ, սա մեր գյուղի գրադարանն է, որտեղ կան հազարավոր գրքեր։ Ես գալիս եմ այստեղ ազատ ժամանակ, գիրք եմ կարդում կամ տանում եմ տուն։ Նույնը խորհուրդ եմ տալիս իմ ընկերուհիներին, որ շատ գրքեր կարդան։ Ես Սյուզանան Հովանեսյան, 21 տարեկան, բնակվում եմ Ուրցաձոր գյուղում, համարվում եմ երիտասարդական Ուրցաձորի երիտասարդական կենտրոնի համահիմնադիր, բայց մենակ չենք, նաև համահիմնադիր է համարվում նաև իմ ընկերուհի Սեդա Հայրումյանը, ով էսպայրությամբ այստեղ չէ։ Մեր կենտրոնը արդեն գործում է շուրջ 4-5 ամիս, մենք շատ երկար ժամանակ մտածում ենք այս կենտրոնը բացելու մասին եւ մարտ ամիսներ երբ որոշեցինք վերջնականապես, որ պետք է Ուրցաձորը ունենա կոնկրետ երիտասարդական կենտրոն, որտեղ որ երիտասարդները իրենց ազատ ժամանակը կգան, կտրամադրեն, կսովորեն, կկրթվեն։ Հիմնականում կենտրոնի բացելու նպատակը եղել է երիտասարդներին գյուղում ակտիվ կյանքի
վերածելը, բարբերաբար քայլարշավներ կազմակերպելը, ծանոթացնելով մեր հայկական պարերին, երգերին, մշակույթին, լեռներին, հայկական այսպես մշակութային ոգին երեխաների մեջ սերմանելը։ Այս բայդրությամբ կոնկրետ մեր կենտրոնում տեղի ունենում դասընթաց, լեռնային վտանգներից պաշտպանվելու դասընթաց։ Հիմնականում կենտրոնում գալիս են բոլորը, սկսած 7-8 տարեկանից, կենտրոնը ազատ է, բաց է, տարիքային սահմանափակումներ չունենք, անգամ եղել են դեպքեր, երբ կենտրոն այցելել են ու ծրագրին մասնակցել են 65 տարեկանից բարձր կանայք, ուրցաձորի կանայք։ Մեր կենտրոնը հիմնականում մեծ սիրով ընդունում է բոլորին, բոլոր ուրցաձորի բնակիչներին, հույս ունենք, որ որոշ չափով կարողանանք ներդրում անել մեր ուրցաձորի կյանքի զարգացմանը ու ակտիվացմանը։ Շատ լավ է, գիտեք, ես երբ գնում եմ նկարահանումների գյուղերում, բարձրաձայնում եմ այդ հարցը, ասում եմ ժողովուրդ, գյուղում մի տարածք հատկացրեք, որպեսզի երիտասարդները կարողանան երիտասարդական կենտրոն բացել։ Գիտեք ինչու, առավելությունը ինչու՞մն է կայանում, կարող եք երիտասարդներով հավաքվել, գյուղի խնդիրները վերհանել, չէ, ու ներկայացնել վարչական ղեկավարին, ասել, որ այս հարցը մեզ հուզում է, օգնեք լուծենք։ Այդպես միասնական փորձենք լուծում տալ նաև։ Իրականում հա, հենց առաջին օրը, երբ ծանոթանում ենք արդեն երեխաների հետ, առաջինը եղել է այդ, մենք դուրս են գրել այն բոլոր խնդիրները, որոնք որ մենք ինքներս կուզեինք լուծել կամ կուզենք ինչ-որ աջակցություն ստանայինք։ Նախ շնորհակալ ենք մեր գյուղապետից, որպեսզի նա մեզ տրամադրեց այս սենյակը։ Մի անգամից մերժում չի եղել, մի անգամից շատ սիրով տրամադրել է, ամեն ինչով օգնել է, աջակցել է մեզ։ Ու հա, հիմնականում կենտրոնում այն թեմաներն ենք քննարկում, այն թեմաներն ենք փորձում ինչ-որ լուծումներ գտնել կամ քննարկումներ անենք, որոնք որ հենց երիտասարդներն են ուզում, որոնց այն թեմաները, որոնք որ երիտասարդները հետաքրքրված են, չգիտեմ, ուզում են իրենց փոքրիկ ներդրումը ունենալ այդ խնդրի լուծման մեջ։ Եվ ի ուրախություն բոլորիս, հենց այսօր էլ մեր ուրցաձորի երիտասարդական կենտրոնը ունի երկու շատ հրաշալի հյուրեր, Տաթև Պետրոսյանը եւ Էրիկ Մելիքսեթյանը, ովքեր որ կամավոր կերպով իրենց ցանկությամբ եկել են եւ մեր երիտասարդների հետ իրենց փորձով են կիսվում, իսկ մնացած մանրամասն ինձ թվում է արդեն իրենք ինքները կներկայացնեն։ Ես լեռնային ուղեկցորդ եմ, արդեն 7 տարուց ավել զբաղվում ենք լեռնային туриզմով եւ հիմնականում աշխատում ենք երեխաների հետ, դպրոցահասակ երեխաների հետ, սովորեցնում ենք ինչպես վարվել բնության գրկում, ինչպես կազմել երթուղիներ, ինչպես պատրաստվել գույք հանդերձանքից սկսած, ուսումնասիրում ենք տարածքը, ռելիեֆը, եղանակի տեսությունն ենք, այսպես ասած, որոշում վտանգներն ենք ուսումնասիրում եւ ինչպես պաշտպանվել վտանգներից, առաջին օգնության դասեր ենք անցկացնում, մի խոսքով աշխատում ենք զարգացնել մեր լեռնային туриզմը, թե զբոսաշրջիկների համար եւ թե հայաստանցիների համար, այսպես ասեմ։ Ճամփորդում ենք ամբողջ Հայաստանով մեկ, հիմնականում այսպես ասած շեշտը դնում ենք հենց գյուղերի երեխաների հետ աշխատելու վրա, որովհետեւ պետք է այդ գիտելիքը փոխանցենք հենց բնության հետ կապված ամենաառաջինը գյուղաբնակների հետ, ամենաառաջինը իրենք են կապված բնության հետ եւ այդպես որ ճանաչենք, մենք ճանաչենք, մեզ ճանաչեն եւ ճանաչեն ամբողջ Հայաստանը։ Այո, իսկ դուք լեռներ բարձրացել եք։ Այո, կարելի ասել ես 2 անգամ Արարատ եմ բարձրացել։ Այո, միջև այն վերջի հատվածը բարձրացել եմ, բայց իմ նպատակը ավելի շատ մշակույթը զարգացնելն է, հենց երեխաների շրջանում, որ իրենք չվախենան լեռներից, բարձրանան, իմանան թե ինչ վտանգներ են սպասվում իրենց, գայլեր առջև ամեն ինչ կա, բայց իմանանք ոնց պաշտպանենք եւ ոնց ճիշտ անցկացնենք մեր օրը կամ մի շաբաթը լեռներում։ Առաջիկայում ունենք վրանային ճամբար 5 օրյա, 270 երեխա մասնակցելու է տարբեր շրջաններից ու նաեւ իմ ամենակարևոր նպատակը հենց այդ ճամբարի, որ տարբեր մարզերի երեխաներ մի հատվածում միավորվում են, դասեր են անցնում, արշավ են գնում, խաղում են իրար հետ ու ծանոթանում են, շփվում են։ Այդ ամենակարևորն է։ Ուրցի լեռնաշղթային ծանոթ եք։ Անպայման։ Փարախադեմն ամենը շատ տարածված է, որպես զբոսաշրջային այդպես տարածված երթուղի, այդ որտեղից Արարատը ամենասիրուն արևում, Մայրամուտ, Լուսապաց եւ այլն, ամենաբարձր տեգագաթը Ուրցն է ու այս վերջերս Սուրբ Կարապետ, այդ չեմ սխալվում, այդ դիմավերանորոգման մեջ է, բայց շատ լավ երթուղի է, պոտենցիալ էլի այդպես
ճանաչված երթուղի դառնալու երթուղի։ Ես արդեն երկար տարիներ զբաղվում եմ արշավներով, գնում եմ արշավներ, արդեն մի քանի տարի վրանային ճամբարների եմ մասնակցում։ Շատ հետաքրքիր են անցնում մեր ճամբարները, տարբեր մարդկանց հետ ենք ծանոթանում, սովորում ենք վայրի բնության մեջ այդպիսի պայմաններում ապրել։ Ժողովուրդ ջան, Արարատ հեռուստաընկերությանը անհրաժեշտ են վաճառքի մասնագետներ։ Եթե փնտրում եք աշխատանք, ապա կարող եք դիմել մեզ։ Կաշխատենք իրար հետ։ Արևիկ, Աշոտը քեզ աման գալիս ուրսազորում, իսկ դու քո համար արմասրճանում նստած ես։ Աշոտին 1000 անգամ ասել եմ։ Երկնքից կրակա թափում։ Այդ տեսախցիկը Աշոտ ապագա չի։ Խաչատուր, գնա Աշոտին ասա, Արևիկը նստած հյութ ա խմում, ջուր ա խմում, թող ինքն էլ միանա։ Լավ, ձեր համար եմ հյութ վերցրել։ Գնա Աշոտին վերցրու, եկեք։ Եղավ։ Էй շոկին ես գյուղ նկարողը չեմ, ինձնից ձեռք քաշեք։ Սիրելիներս, գալ հասնել ուրցաձոր, բայց այս պատմամշակութային վայրը չտեսնել, անարդար քայլ կլիներ իմ կողմից։ Տափիբերդ ամրոցը կառուցվել է 10-րդ դարում։ 13-ից 14-րդ դարերում հանդիսացել է օրբելյան իշխանների նստավայրերից մեկը։ Ամրոցում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին 15-րդ դարում եղել է գրչության կենտրոն եւ վանք։ Ամրոցը հայտնի է նաեւ Գևորգ Մարսպետունու Բերդ անունով։ Գևորգ Մարսպետունին եղել է նշանավոր իշխան եւ սպարապետ։ Սիրելի դպրոցահասակներ, բոլորիդ խորհուրդ եմ տալիս ամառային այս արձակուրդը օգտագործել Գևորգ Մարսպետունի վեպը ընթերցելով։ Ինչը կապված է Գևորգ Մարսպետունի իշխանի հետ, ես սիրում եմ։ Իսկ դու կարդացել ես այդ վեպը։ Ոչ։ Դե հանձնարարություն գյուղի գրադարանից կվերցնես Մուրացյանի Գևորգ Մարսպետունի գիրքը ու անպայման կկարդաս։ Լավ։ Արևիկ, դուք մի քանի րոպեում չեք կարող հասցնել նկարել այս տափի բերդը։ Այդ պատճառով ձեզ առաջադրանք եմ տալիս, որ դու ու Արմինեն գաք եւ մեր տափի բերդի մասին հաղորդում պատրաստեք։ Լավ առաջադրանք ես տալիս, ես համաձայն եմ։ Մի քանի օր հետո Արմինեին կվերցնեմ, կգանք միասին առանձին հաղորդում կպատրաստենք իմ սիրելի ամրոցի մասին, որտեղ առաջին անգամ եմ գտնվում։ Այո։ Սիրելիներ, ժամանակի պատճառով չենք կարող երկար նկարահանումներ իրականացնել տափի բերդում, այդ պատճառով կհետևենք Խաչատուրի խոսքին։ Գանք առանձին հաղորդում կպատրաստենք, լավ, հետևեք մեզ, որպեսզի բաց չթողնեք։ Սիրելիներս, գյուղը հիմնադրվել է 1873 թվականին, նախկինում ունեցել է Կարաբագլար ներքին, Ուրծաձոր, Չիման անվանումները, 1978 թվականին անվանափոխվել է և կոչվել է Ուրցաձոր, ինչու, որովհետև շրջապատված է Ուրծի լեռնաշղթայով։ Գյուղից 7 կիլոմետր հյուսիս-արևմուտքում է գտնվում Խոսրովի պետական արգելոցը։ Ուրցաձորի մոտակա Կոտուց Սարի լանջին աղբյուրի մոտ հայտնաբերել են մի 5 գերեզման։ Տեղաբնակներն ասում են, որ այնտեղ հուղարկավորված է Խոսրով II թագավորը։ Իմ սիրելի հայրենակիցներ, եթե ուզում եք բացահայտել մեր չքնաղ Հայաստանը, ապա այցելեք Ուրցաձոր, բնությունից էլ անպակաս կլինեք։ Սիրելիներ, հենց մտան գյուղ, բնակիչները ինձ խնդրեցին այս հարցը բարձրաձայնել։ Գյուղում օրը մի քանի ժամով անջատում են հոսանքը։ Խնդրում եմ, այսպես մի վարվեք բնակիչների հետ, այնպես մի արեք, որ մարդիկ նեղվելով ապրեն գյուղում, փոխարենը նրանց կյանքը հեշտացնեք, բարդացնում եք, ուշադրություն դարձրեք այս խնդրին։ Աշոտ, չեմ հավատում։
Չեմ հավատում աչքերիս։ Ուրցաձորի մանկապարտեզը վերակառուցման փուլում է, շուտով այն ավարտին կմոտենա։ Այնքան ուրախ եմ, ժողովուրդ, գիտեք ինչքան եմ ես սպասել այսօրվան։ Անհամբերությամբ սպասում են գյուղի փոքրիկները, թե երբ են հաճախելու այս մանկապարտեզ։ Դու ով ես։ Տիգրանն։ Տիգրանն ես։ Ես նկատում եմ, որ հեծանիվից խաչ ես կախել, ինչու։ Որտեվ հավատում եմ Աստծուն։ Շատ լավ ես անում։ Կասես առօրյատ Ուրցաձորում ո՞նց է անցնում։ Շատ լավ։ Օրինակ, ինչ ես անում։ Հեծանիվ եմ քշում։ Այլ կարևոր զբաղմունքներ չունես։ Դասն կարդում։ Գիրք ես կարդում, հետո ընտանիքի անդամներին հողագործական աշխատանքների ընթացքում չես օգնում։ Չէ։ Չէ։ Չես սիրում հողի հետ գործ ունենալ։ Սիրում եմ։ Բա վաղը չեմ մյուս օրով պետքա օրինակ լոլիկ ցանի, վարունգ ցանի, որ քո երեխաները ուտեն։ Չգիտես։ Նայ գյուղում ապրելով պետքա նաև այդ գործերով զբաղվել։ Okay։ Հասկացանք իրար։ Այստեղով է ապրում։ Հայ։ Օ։ Ծանոթ տուներ, գիտես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ուրախ ենք։ Ուրախ եք։ Այո։ Ինչի համար եք ուրախ։ Պարզաբանեք։ Պարզաբանեմ ինչի համար եմ ուրախ։ Այո։ Աշխատանք ունենք, գործ ունենք, աշխատում ենք։ Ես էլ մտածեցի, մեզ տեսել եք դրա համար եք ուրախ։ Էլի ավելի ուրախ ենք, ոչ ջան, անենց որ ձեզ էլ չենք տխրեցնի, ուրախացնենք։ Ձեր անունը ի՞նչ է։ Լյովա։ Հա, քանի տարեկան եք, ձյաճ Լյովա։ 70 տարեկան։ Դասեք տեսնեմ ո՞նց է անցնում ձեր կյանքը Ուրցաձորում։ Ուրցաձորցի եք դուք։ Այո։ Այստեղ ծնվել, այստեղ ուսում առել։ Ուսում առել, մեծացել։ Ամուսնացել։ Ամուսնացել, բոլորիս։ Ոնց է։ Ոչինչ։ Լավ։ Ես որ սաղ եմ, կինս երեդս յոլա տանում եք։ Շատ լավ է։ Բակ ասեք գյուղում ինչով եք զբաղվում։ Առավոտ ժամը 7-ին գնում եմ գործի։ Որտեղ եք աշխատում։ Փոշու գործարան։ Փոշու։ Այո։ Ինչ փոշ։ Այսինքն որ խառնում են այս ասֆալտի հումքի հետ։ Կարևոր է աշխատում եք։ Աշխատում ենք, հա։ Ոնց չեք հոգնում։ Արդեն տարիքս այնպես առելա հոգնում եմ, բայց դե ինչ անեմ։ Քանի շունչս կա տեղնա աշխատում ենք, որ հանգարց տեսնենք ինչ չի կգանք։ Աստված չանի։ Միշտ այդպես երանդով եղեք, աշխատեք, օրինակ ծառայեք չաշխատողների համար։ Ծառայում ենք։ Բա։ Ձյաճ Լյովա, ուզում եմ իմանալ Ուրցաձորում հուզող ինչ հարցեր կան։ Այ հիմա հնարավորություն ունենք ինչ որ խնդիր բարձրաձայնելու։ Կարող եմ մեզ լսեն ու հարցին լուծում տան։ Դե մի հատ թեթև քամ եղավ, հոսանքը վերանում է։ Ու ժամերով պետքա սպասեք։ Ժամերով սպասես, որ գան էլեկտրիկը սարքի, վերջացնեն, որ հոսանքները տալիս է։ Այդպես շատ ալում։ Ժամը 12-ից մինչև 4-ը չկար։ Մարդիկ ասում են ամեն օր այսպես է։ Դե ամեն օր չէ, հենց մի հատ քամ եղավ, ասինքն ոնց բացատրեմ դες։ Էլեկտրո բանը էս հոսանքները որ կա, ասենք այս ծառների մեջով անցնում։ Հա։ Հիմա այս ծառը Էսի մեր տունն է։ Հիմա այդ ծառների ճղերը որ չկտեմ, խփելու այդ հոսանքին ինքը տա անջադում։ Ինչ պետք է անեն, պետք է լարերը փոխեն։ Լարերը չէ, այսինքն ծառը հետում են, որ քամուվաղ չխփի հոսանքի լարերին։ Պետք է ծառերը հետեն։ Հա, ծառերը հետեն, որ բաց լինի ինքը, հոսանքը անցումը նորմալ լինի։ Հա։ Էլեկտրոցանցերից պետք է գան այդ հարցով զբաղվեն։ Հա, իրանք են գալում, բայց նավսյակի որ ասում են կտրեք, մենք ենք սղոցում այդ հասկացա թե ինչումն է խնդիրը։ Հա, էտա ուրիշ նես ոչինչ։ Հարգանքներս։ Ուրախ եմ ճանաչելու համար։ Ձեր անունը ինչ է։ Ունիկ։ Բարև ձեզ։ Լենական Շանոն, կամ Անո կամ Մագո։ Հա։ Իմ անունը Շոնո է։ Բա Ուրցաձորում ինչ եք անում։ Ինչ եմ անում։ Հա։ Երաշարժիցը այստեղ տուն եմ արել ու մնացել եմ։ Քանի տարի է այստեղ եք։ 2001 թվականից։ Ուրցաձորցիների մասին ինչ կասեք։ Լավ մարդիկ են։ Շատ։ Բարի են։ Կախված է ինձանից։ Կախված է ձեզնից։ Հա։
Այսինքն եթե դուք բարի ձևով ձևով այգու ծերնը երես կլվա։ Եթե ես մարդ եմ, իրական մարդավարի վերաբերվում։ Այ լավներ, լավ միտքեր։ Ոնց է։ Այսինքն եթե ես ձեզ հետ կոպիտ խոսեմ, դուք էլ իմ հետ կոպիտ կխոսեք։ Ես ձեզ հետ ժպիտով խոսեմ, նույն պատասխանը կստանամ։ Լիովին։ Հետևեք այս խորհրդին։ Ընկերներ ունեք Ուրցաձորից։ Ընկերներ ունեմ, բարեկամներս քիչ է, բայց ընկերներ ունեմ։ Եղել է որ նեղ ժամանակահատված լինի ձեր կյանքում, զանգեք ընկերներին, արագ օգնության հասնեն։ Աստված ոչ եմ այդպես բաներ, առայժմ այս տարիքից պես կարիք չեմ ունեցել։ Բայց վստահ եք, որ Ուրցաձորցի ընկերները ձեզ կօգնեն արագ։ Լավ։ Հա։ Ստեղ սպայքին շատ ուժեղ է։ Մեկի հանդեպ շատ ուժեղ է։ Շատ հարկալից, շատ նորմալ մարդիկ են։ Ապեք շատ։ Ուրցաձոր գյուղը բավականին մեծ է տարածքով։ Գյուղի կենտրոնական հրապարակում կա ընդամենը մեկ զբոսայգի։ Խնդրում ենք այս փողոցի բնակիչների համար եւս զբոսայգին մեծացրեք։ Խոտերը մաքրեք, բերեք խաղասարքեր ավելացրեք։ Ինչ վատ կլինի, որ ժողովուրդ պետք է հարմարավետ պայմաններ ստեղծենք, մի մոռացեք դրա մասին։ Աշոտ գլուխս ցավում է։ Խին ո՞րն է։ Արևից է։ Շոկ եղանակին գյուղում այսքան շրջեցինք։ Լավ, գնանք Էմիլի ֆարմ դեղատուն կմտնեմ, դեղորայք կառնեմ, մոտս չկա, վերջացել է։ Ուրցաձորը սիրում եք։ Ես թվակցին դուրս եկել ժամանակին։ Եկել եմ գնացել Հայաստան, Ռուսաստան, հետո միամես դեղ, միամես դեղ, հետո վերջապես եկել եմ մնացել ստեղ, չեմ ուզում ոչ տեղ գնալ։ Այստեղ լավ է մի խոսքով։ Լավ ասած մի ժողովրդի մեջ գելի է։ Հանգիստ ապրում եք։ Ինչքան էր վատենի ուրիշ մարդ չկան։ Այո։ Ուրցաձորցիները սեր են։ Ապրեք։ Իմ կողմից լրիվ բարի եք։ Անպայման։ Ինչ կմաղթեք մեր հայ ազգին։ Լավ կլինի, թող չմտածեն։ Չմտածեք, լավ կլինի։ Լրիվ լավ կլինի։ Ուզում եմ առիթից օգտվել եւ ծով համբերություն մաղթել Ուրցաձորցի հերոսների ծնողներին։ Դուք մի ամբողջ կյանք ցավը սրտում ապրելու եք։ Խնայեք ձեզ մի փոքր, որպեսզի կարողանաք կատարել ձեր որդիների երազանքներն ու նպատակները։ Իդեպ Ուրցաձորը գիտեք ինչով է առանձնանում իր Արմա սրճարանով։ Պետիկն ու Արմինեն այստեղ փոքրիկ սրճարան են հիմնել, որպեսզի գյուղի երեխաները մտնեն, օգտվեն, թեյ խմեն, պաղպաղակ ուտեն։ Մի խոսքով, իրենց չափով փորձել են գյուղը զարգացնել։ Երեխեք, բայց իմացաք ինչ եղավ։ Ուրեմն, Ուրցաձորում գտնվող նորաբաց Սարին տակ հացատնից մեզ քյաբաբ հյուրասիրեցին։ Եկեք փորձենք։ Այս ինչ համով է։ Սրանց հետո արժի ամեն շաբաթ գալ Ուրցաձորը նկարել։ Արևիկ, սենց քյաբաբ համալյա ոչ միտեղ չեն պատրաստում։ Այո, Խաչատուր, դու ճիշտ ես։ Մեր հեռուստատիտողներին, հետևորդներին խորհուրդ եմ տալիս, երբ որ այցելեն Ուրցաձոր, անպայման համտեսեն այս համեղ քյաբաբից։ Երաշխավորում եմ, չեք փոշմանի։ Կեր։ Մեր Սիրուն հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որը առաջարկում է գերհզոր ինտերնետ կապ, բազմաթիվ հեռուստաալիքներ, F-Time հարթակը, որտեղ կան հազարավոր ֆիլմեր, ինչպես նաև F-Net առաջարկում է խելացի լուծումներ։ Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 8988 հեռախոսահամարով կամ այցելեք fnet.am։ Տեսեք սիրելիներս, այստեղ հիմա կգրվի հեռախոսահամար։ Եթե ձեզ պետք լինի շտապ դեղորայք, զանգահարեք եւ Էմիլի Farm դեղատների ցանցից առաքում կանեն։ Սիրելի ուրցաձորցիներ, մի քանի ժամ շփվեցինք ձեզ հետ։ Ապրեք, որ մարդեք, շատ ապրեք։ Ես ձեզ շատ սիրում եմ։ 2022 թվականին էի այցելել
էլի եմ այցելելու, միշտ հետևողական ենք լինելու ձեր խնդիրների նկատմամբ, ձեր կողքին կանգնած ենք։ Ձեզնից էլ խնդրում եմ իրար շատ սեր տվեք, մի եղեք անտարբեր, խղճով ապրեք։ Ամենակարևորը հավատարիմ եղեք ձեր խղճին ու կատարեք աստվածահաճո գործեր, որպեսզի ապրեք օրհնված։ Կհանդիպենք նորից Արարատի եթերում, միգուցե ձեր մարզում ու ձեր բնակավայրում։ Ցտեսություն Ուրցաձորից։